Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր հոգեբան Հայաստան Դաշինքի անդամ Միհերդադ Մադացյանն է։ Բարև ձեզ, պարոն Մադացյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ, որ հիշել եք։ Մենք ձեզ չենք էլ մոռացել։ Պարոն Մադացյան, երեք Հովանավանքում Ստեփան Ասատրյանը հերթական ինքնակոչ պատարագը մատուցեց, որին ներկա էին Նիկոլ Փաշինյանը, իշխանության ներկայացուցիչներն ու իրենց աջակիցները, ովքեր բավականին ագրեսիվ էին տրամադրված, վիրավորում էին լրագրողներին, իրենց կարծիքը չկիսող մարդկանց եւ այսպես շարունակ։ Անձամբ ինչ տպավորություն ստացաք Հովանավանքի կադրերից եւ ինչով եք բացատրում վերջիններիս նման ագրեսիվ պահվածքը։ Տեսեք, աստվածանարգության այդ ակցիաները, որը տեղի են ունենում այս երկրորդ անգամ արդեն Հովանավանքում, ի սկզբանե մի փոքր այլ բնույթ ունի, որտեղ Փաշինյանին թվում էր, որ քանի որ ինքը մի փոքր մեծամոլական զառանցանքի էլեմենտներ ունի իր մեջ, հիշում եք 18 թվից հետո ինքը դեմոկրատիայի բաստիոն, չէ, ինչ որ աշխարհի վրա փորձում է ինչ որ թանկ վաճառել, ինչ որ մի բան, որ բոլորս անհասկան։ Հիմա այլ որոշել էր, որ ինքը այնքան հզոր է իր այդ հասկացար բաներով, որ ավանդական դարավոր պատմություն ունեցող դարերի ընթացքում ազգապահպան իր դիրքորոշումը դրսևորած եկեղեցուց ավելի հզորադար է, ավելի մոդեռն ու ավելի հետաքրքիր։ Ու դրա համար առաջի ակցիան, որը կազմակերպեց, ոնց էր անունը Ստեփան Ասատրյանով, դա ավելի շատ հետևյալն էր։ Մարդիկ չէին եկել Ստեփան Ասատրյանի մոտ, գլխավոր գործողանցը այնտեղ Նիկոլ Փաշինյանն էր եւ փաստացի կարող ենք ասել, որ մարդիկ եկել էին Նիկոլ Փաշինյանից ապաշխարանական ստանալու, հաղորդություն ստանալու, հա, ու եթե Նիկոլ Փաշինյանը սկսեր ինչ որ բան դնել դրանց բերանը, ամեն ինչ կներ օքեյ։ Եվ դա եղավ նաև մյուս ակտով, երբ որ Նիկոլ Փաշինյանը հեռանում էր, ծափահարություններ հնչեցին։ Սա աստվածանարգության ամենամեծ խնդիրն է։ Ես մեծ աստվածաբան չեմ, աստվածագետ չեմ, աստվածաբան չեմ, բայց երկրորդ պատվիրանը կարծես ասում է կուրքեր մի դարձրու քո համար, որովհետև կուրքեր ունենալու դեպքում դու կսկսես ստորադասել երկուսից մեկին ու բնականաբար դա կարող լինի նաև Աստված եւ այլ բաներ, հա, այդպեսի միտք այդպեսին է հնչում, ներողություն եմ խնդրում, թե ինչ որ շեղումով կտամ։ Այսինքն Աստծո տանը եկեղեցում, այսպես ասենք, մենք ծափահարում էինք, իրանք ծափահարում էին Նիկոլ Փաշինյանին կուրք որպես, հա։ Այդ օրը ես որքան գիտեմ, այնտեղ էին մարդիկ, գիտեք, կարող է մարդը լինի քաղաքացիական պայմանագրի անդամ, որոշակի ֆինանսական կամ փառքի, հա, նպատակներ հետապնդելով շահադիտական եւ այլ այսօրվա դրությամբ, բայց յուրաքանչյուր մարդ ունի իր ներաշխարհը եւ ունի իր արժեհամակարգը։ Մենք բոլորս աստվածավախ ենք ինչ որ չափով ազգովի, ընդ որում ինչքան կրթական ցեզը ցածր է, այնքան աստվածավախության մակարդակը պիտի բարձր լինի, տրամաբանությունը դա է հուշում, իսկ ԿՊ-ի կրթական ցենզը առանձնահատուկ չի փայլում, մեղմ ասած, հա, то есть Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հա, ու կրթություն գաղափարության հերո, այսպես ասեմ, ու իրանք երեխա են կնքում, բան ասես մկրտում եւ այլ։ Հիմա տեսեք, երկրորդ ակտը, որ տեղի ունեցավ, ֆանտաստիկ էր, հենց սրանով, որ ներկա են գտնվում բոլոր այն տպերը, ում վրա միգուցե Փաշինյանը կասկած ուներ, որ կրիտիկական պահերին պիտի բանաներ։ Եվ Հովանավանքի աստվածանարգության ակցիաները դարձան նյութ շանտաժի նյութ Փաշինյանի համար, երթմնակալություն Փաշինյանին կամ հայական ամենաբարձր լեվելի հավատարմության սկզբունք որպես տեսեք ով էր եկե Գագիկ Մելքոնյան վերնագրով մեկը, որ Աստծուց այնքան հեռու, ինչքան ես ճապոներենից։ Հա, սենց ասեմ, ում պատճառով Ալեն Սիմոնյանը տրուսիկ չէր ունեցել, չէ, Ալեն Սիմոնյանն էր տրուսիկ եղել, հա։ Վահագն Ալեքսանյանը։ Հա, վերջը Վահագն Ալեքսանյանը եւ մնացած բոլորը, ով հիմա նստած հասկացել կամայական բանի պատրաստա մենակ եւ այն, բայց եկել էր ինչ որ sense պատարակի, հասկացանք, չէ, սա լրիվ կապ չունի։ Պատարակի բոլոր կանոնները խախտվեց, հա, եթե ի սկզբանե պատարակից առաջ չի կարելի սնունդ ընդունել եւ այլ, հա, ու գերադասելի է, ապա դուրսը մենք ծամում էինք, ինչ որ դեր սիրանք էլի, հա, ինչ որ բաներ էին խմում, ծխում էին, եւ պատարակից դուրս էին գալիս, ծխում ներս էին գալիս, то есть պատարակը այնքան արժեք չուներ, որ մի հատ սիգարետի արժեք չուներ, հա, դուրս էին գալիս, ծխում էին գալիս։
Եվ եթե նկարահանել եք եւ լուսանկարներով եւ վիդեոնյութերով, ոնց էր անունը, այդ Ստեփան Ասատրյանի պերսոնան զրոյական արժեք ուներ։ Հիմնականում նկարվում էր Նիկոլ Փաշինյանը իր սուիտայի հետ, հա, այդ Էմա Պալյանը, ով ասում էր իմ հայր Նիկոլ Փաշինյանի պես հայ լինել ունենալը, հա, մոտավորապես, հա, նման ինչ որ տեքստեր, հա, Արայիկ Հարությունյանը, ով անցած անգամ չէր էս անգամ եկել էր, որոշակի հասկացար տպեր անցած անգամ եկել էին Արուները, չէ, եւ նմանատիպ, հա, բոլոր նմանատիպ, հա, դասակարգը, այս անգամ եկել էր մի փոքր այլ դասակարգ, հա, քանակային առումով, եթե առաջի անգամ Փաշինյանին թվում էր, որ ինքը այնտեղ հավաքելու է հոց բազմություն եւ այնտեղից հետո ոտնձգությունը, ասպատակությունը անելու եկեղեցու վրա եւ փորձելու է վեհապարի վրա հոգեբանական եւ ֆիզիկական ճնշում գործադրել, որին ինքը պատրաստ է։ Այս անգամ հասկացա, որ ինքը այդ ուժը չունի եւ նույնիսկ իր հորդորներից, մունատներից, նեղացածությունից հետո երկրորդ անգամ Հովանավանքում ավելի քիչ մարդ հավաքվեց, քան առաջի անգամ հավաքվել է։ Տեսարանը չստացվեց։ Դու ոչ տեսարան ստացվեց, ոչ public-ն էր, հասկացար ինքը ինչ որ հետաքրքիր բան եւ մի կին էլ Դոնի Ռոստովում, հա, եւ մի հոմոսեքսուալիստ կոտայքից էր, որտեղից, հա, ասենք, այդ էր հավաքված, հասկացա, հա, Ալեն Սիմոնյանը, Գագիկ Մելքոնյանը եւ մի հոմոսեքսուալիստ կոտայքի մարզից։ Այսքանը հավաքեց, արեցին իրանց աստվածանարգության ակտը, այսպես ասեմ, հա։ Իսկ ագրեսիան ինչով եք բացատրում, պարոն Մադասյան, խեն ագրեսիվ տրամադրված։ Որովհետեւ չի ստացվում։ Եթե իմ մոտ ստացվում է այս ագրեսիա, ես հիմա ագրեսիվ եմ տրամադրված։ Հասկացաք, ես իրան նկատմամբ, ես ունեմ կարեկցանք, ես ունեմ ռեալության զգացում, ես հասկանում եմ, որ ես միշտ ապրել եմ Գագիկ Մելքոնյանների հետ, սիմվոլիզացնենք, հա, փոքրատարերով ու միասին գրենք սա, որ ինքը դասակարգ որպես հասկանա, եղել են իմ կողքին այդպիսի մարդիկ, ասել, ցավում եմ, որ այսօրվա դրությամբ այդ փոքրամասնությունը դարել է եւ այլ եւ այլ։ Ես ցավում եմ, բայց ինձ համար հետաքրքիր է, որովհետեւ ես նոր աղանդի, ծնունդի նեմ հետևում, որը որ հայկական աղանդ է ձևավորվում, Փաշինյանի վկաներ, որոնք որ Փաշինյանի հրահանգով գալիս են եկեղեցի Իրանից այդ բաները ստանալու, հասկացաք, չէ, ոչ թե Աստծո ողորմություն ստանալու կամ պատարակ լսելու, այլ Փաշինյանի ներկան ստանալու եւ նման ողորմություն ստանալու Փաշինյանից։ Դες ես նոր աղանդի բան եմ դառնում, որի գլխավոր քուրմը, այսպես անունը դնենք, հասկացա, Ստեփան ոնց էր Ասատրյանն է։ Okay, հեսա, okay, ես այդպես եմ նայում այդ ամեն ինչին։ Իսկ որ դա կատարվում է Հովանավանքում, գիտեք, միշտ էլ մեր եկեղեցիները փորձել են պղծվել, հասկացա։ Մենք ունեցել ենք խաչագողներ, ովքեր եկեղեցիներից բան են գողացել, ունեցել ենք, չէ՞, այդ։ Մեր եկեղեցին սրան էլ կդիմանա հաստատապես։ Իհարկե կդիմանա։ Եկեղեցին դա շենքը չի։ Եկեղեցին դա էությունն է, եկեղեցին մեր սրտում է, մեր հոգում է, եկեղեցին դա շինությունը չի բոլորովին, հասկացանք, չէ, ու ես վստահ եմ, որ կանցնեն ինչ-որ ժամանակ, բոլորով կմաքրենք Հովանավանքը, հա, միգուցե մի ամիս մերոնով եւ գինով հասկացար մաքրվի խորանը այդ վանքի, որից հետո անպայման կգա մի հավատավոր բան, հա, քահանա, ով Հովանավանքը նորից կվերականգնի հին տրադիցիաները եւ այլն։ Ցավոք սրտի պիտի ասեմ, որ այսօր կարծես թե Հովանավանքը մենակ չի, ինչ որ մի հատ էլ կոտայքում է նման, չէ՞, ինչ որ պերսոնա ձևավորվե, որը նույնպես այդ աղանդի մեջ ուզում է քրմի դեր տանել։ Ու օքեյ, կտեսնենք թե ինչքանով ենք մենք վերջը պիտի հասկանանք տոկոսային հարաբերությունով ինչքանով ենք մենք պիղծ։ Հասկացա՞ք, մեր բղծությունը մենք պիտի իմանանք, սա կարևոր արգումենտ է, որ մենք պիտի իմանանք, իհարկե։ Մենք Հովանավանքում կատարվողի շարժառիթների մասին շատ ենք խոսել։ Ես ուզում եմ անդրադառնալ այս ամենի էպիկենտրոնում գտնվող անձի Ստեփան Ասատրյանի կերպարին։ Շատերը պնդում են, որ նա վախեցած է, նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվում, սակայն մյուս կողմից էլ մենք այս մարդու դեմքին լայն ժպիտ ենք տեսնում, գոհունակություն, կարծես թե տևական ժամանակ նա սպասել էր այս ամենին եւ հաճույք էր ստանում։ Հիմա հաճույք է ստանում սրանից։ Որպես հոգեբան դուք ինչպես կմեկնաբանեք այս մարդու գործողությունները, մենք գործ ունենք ճնշված մարդու հետ, թե հակառակը։ Ես նաեւ նշեմ, որ նույն այս մարդը 2019-20 թվականներին, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը համեմատաբար ամենաբարձր վիճակում էր գտնվում, նա օրինակ կիսվում էր Փաշինյանին ծաղրող տեսանյութերով եւ լուսանկարներով։ Գիտեք, եկեք այսպես պայմանավորվենք, հա, ասեմ, պատասխանեմ ձեր հարցին։ Ստեփան Ասատրյան վերնագրով անձնավորությունը բոլորովին հետաքրքիր չի։ Սա մեկ, երկրորդը։
վախին որպես արդարացում բերելուն ես կողմ չեմ։ Վախի շնորհիվ են կատարվում աշխարհի ամենանենգ ու ստոր բաները։ Վախեցած մարդը դա նենգ մարդ է, դա խեղճացած մարդ չի։ Եվ ես չեմ ուզում մենք դիտարկենք սա, որ մարդը վախեցած է եւ այլ եւ այլ։ Մարդիկ մենք ունենք ընկերներ, ես ու դուշանը, ովքեր 18 թվից այսքան մեզ շարունակաբար փորձել են վախացնել, իսկ Նիկոլ Փաշինյանը ուրիշ գործիք չունի, քանի որ ինքը վախեցող անձնավորություն է, շարունակաբար իր նախորդ կյանքում վախերով ապրել, փախչելով պատասխանատվությունից, նույնիսկ 2008 թվականի պատասխանատվությունից փախչելով ապրել, չէ՞, այսպես հիշում ենք, չէ՞, թաքնվելով եւ այլ, բայց դա հետո ինչ որ որպես հերոսություն ներկայացնեք, ես դա չեմ հասկանում, հա 20 թվականի պատերազմի առանց ամանչելու պատերազմի ժամանակ իր թիմը գրում էր դիմակներ։ Այսինքն մարդիկ, որոնք ասում էին եկեք զոհվենք այն ժամանակ, հա, հայրենիքի համար, իրանք պաշտպանվում էին, հասկացար, կորոնավիրուսից, հասկանում եք, չէ՞։ Դες այդ հզոր մարդը հզոր է լինում կամայական իրավիճակի մեջ, հասկացաք, չէ՞։ Վախս որն է, վերջը մենք չգիտենք, որ մահկանացու ենք, բոլորս գիտենք, որ մահկանացու ենք։ Վախ Միքայել Սրբազանին կարացակ վախացնեք, չի ստացվում, այդ մարդը չի վախենում։ Սամվելին կարողացակ Կարապետյան վախացնեք, իհարկե ոչ, զրպարտություններ եք անում, տարբեր ձևի տերոր եք, ու բազմաթիվ երկրորդ նախագահի մյուսին հազարավոր, այո, մարդը չպետք է ունենա վախ։ Եվ այսօր ես պատրաստ չեմ Ստեփան Ասատրյանին արդարացնել, որ ինքը վախեցած է կամ կաշառված է, կամ միգուցե կարիերայա խոսք տրված իրան, չգիտեմ ինչ է խոսք տրված, որտեվ ես մի բան գիտեմ, երբ որ օրը վերջանում է, երբ որ ես գլուխս դնում եմ բարձին, այդտեղ է Նիկոլ Փաշինյան, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ, ոչ մեկ չկա, ես եմ իմ հետ, ու ես իմ հետ պիտի հաշտ լինեմ, եթե Ստեփան Ասատրյանը իր այդ հաշտ է այս ամենի հետ, ուրեմն ինքը չարի մի կողմ է, որը այսօրվա դրությամբ։ Եթե հաշտ չի ու անում է, առավել եւս չարի մի կողմ է, երկու դեպքում էլ ես իրան չեմ կարող որպես պերսոնա ընդունել։ Եվ երրորդ պատասխանը, Ստեփան Ասատրյանը ունի եղբայր, ով դատապարտում է իր պահվածքը։ Ով այսօր մայրաթոռում, ու ես հիմա խնդրում եմ ու հորդորում եմ բոլոր լրագրողներին հերու մնալ այդ մարդուց, որտեվ չի կարելի եղբոր համար իրան տերոր անել, թեկուզ դրական հարցեր տալով։ Այդ մարդը համեստ իր ծառայությունը մատուցում է բավականին լավ, խոնար, եկեղեցու ստանդարտների մեջ, բայց ստիպված է ամեն անգամ, հա, մեր լրագրողները ինչը լավ բան են անում միգուցե գնում են ձեր վերաբերմունքը, հայտարարում, ես չեմ կարծում, որ իրան հաճելի է ամեն անգամ արտահայտել այդ վերաբերմունքը, ու չեմ կարծում, որ ինքը պարտավոր է տանջվել, այսպես ասեմ, հա, եղբոր արած ստորությունների համար, որտեղ այդ մարդը տվել է գնահատականը դրա, միանշանակ եւ գտնվում է վեհապարի կողքին։ Սա կարծում եմ բարձր գնահատականն է այս իրավիճակի, որը հնարավոր է տալ, երբ որ դա տալիս է օրինակից եղբայրը։ Սրան զուգահեռ նաև շարունակվում են բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունները, գիտեք, արդեն 3 սրբազան է գտնվում կալանքի տակ, այսօր էլ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Վեհափարի եղբայրն ու եղբորորդին, մեծ հավանականությամբ նրանք առաջիկայում կկալանավորվեն։ Ինչ եք կարծում, սրանով ինչի է փորձում հասնել իշխանությունը, արդյոք հիմքեր են նախապատրաստում արդեն հենց Վեհափարի ձերբակալության համար։ Տեսեք, ամբողջ կյանքում Նիկոլ Փաշինյանի համար սարժի ջուրը եղել է վախը։ Ինչ որ հիշում եք, նիվաներ են այրվել, հետո փոխվել է տրամադրություն, սրա մասին գրել է, անդեից տերեր արվել, հետո ուրիշ բան արել, իրան միշտ արվել է այդ վախի, ինքը համարում է, որ ընդհանրապես մարդու շարժի ջուրը վախն է։ Եվ 26 թվականի ընտրություններին ընդառաջ ինքը որոշեց ամբողջ հայ համայնքին ապացուցել, որ ինքը հզոր է։ Որպեսզի այդ վախի գործոնով գոնե կարողանա, որտեղ այլևս դեմոկրատիկ գաղափարներով հնարավոր չէր հարց լուծել, որտեղ ակնհայտորեն դեմոկրատիայի մասին խոսելը ծիծաղելի է։ Եկեք հասկանանք ում պիտի վախացնենք։ Մենք ունենք ոլորտ, դա եկեղեցին է։ Մենք սկսեցինք, то есть Փաշինյանը սկսեց վախացնել Վեհափարին։ Հա, այնտեղ ավելորդ միֆեր հորինել, չէ, քերակին բան կհիշեք այս պատմությունը եւ այլ, տարբեր եւ հետո վերջում սկսեց անունով դիմել ավազանի եւ այլ իրավիճակներ։ Հետո երկրորդ պերսոնան դա հայ ամենամեծ բիզնեսմեն, ով որ Forbes-ում գրված է, ով հարգանքի արժանում ամբողջ աշխարհում, դե կլում է ու կալանավորում է այս մարդուն։ Տեսնում եք, ես
ազգի հերոսին կարամ կառանավորեմ։ Դուք ով եք, որ հասկացաք, չէ՞ ինչ մասնախոսք։ Մի կողմից հույսով, որ սրանք այդ կալանորման վախից կգնան գործարքի իր հետ, որտեղ եթե պատկերացնում եք, եթե վեհապարական Սամվել Կարապետյանը գնար գործարքի, ինչքան շահեկան դիրքում կհայտնվեր։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը։ Մյուս կողմից հասկանալով, որ այս զորփակալությունները կցույց կտանեն մնացածին, որ ինքը Բեթմենն է, այսինքն ինքը կարողանում է սա հարցերը լուծի, նույնիսկ Սամվել Կարապետյան բանը։ Ցավ իրեն պիտի ֆիքսենք, որ եւ պարոն Կարապետյանը դրսևորեց բավականին տոկունություն եւ իր խղճի դեմ չգնաց, այսպես ասեմ, հա, ու մենք վստահորեն կարող ենք ասել, որ այսօրվա ճակատամարտ տվող մի հերոս, հա, չգիտեմ Վարդան Մամիկոնյան կամ չգիտեմ ում ուզում եք տվեք, այսօր պարտադիր չէ էլի դաշտում դու կռիվտաս, դու պատկերացնում եք, չի մարդու, որ աշխարհի, հա, ինչ որ հարյակի մեջ մտնում է, հա, գումարային առումով ու հիմա ֆանտաստիկ վատվամաններում է գտնվում, ամառվա շոկի +50 եւ այլն, ու չի կոտրվում, то есть ինչը հասկանում եք, չէ՞, մի հատ զելկայի գնա, մի հատ գործարքի գնում ու վերջ, ու հարցերը լուծվում է, բայց ընդհակառակը ինքը փորձում է կանգնել ազգի ու եկեղեցու կողքի, ընդհակառակը ինքը գումարներ է ծախսում, այսօր ռեպրեսիաների է ենթարկվում, հեծը տեսնում ենք, մյուսը տեսնում ենք, ու այդ մարդը տոկուն է։ Կարող ենք իրան որպես ազգային հերոսի այս նկարագիր որպես այդ մարդուն վերցնել, իհարկե կարող ենք։ Վեհապարին կարող ենք վերցնել, հա, վերջը այդ մարդը զինվոր չի, էլի, հա, վեհապարը եկեք հասկանանք, ինքը ռազմիկ չի, մենք ուզում ենք որպեսզի վեհապարը դուրս գա ինչ-որ եւ չէ, ինքը հերոս չի, այս մարդը հոգեվոր հայր է, հասկացաք, ինքը բարություն քարոզող է, ինքը եկեղեցական, հա, նորմատիվներով շարժվող մի անձնավորություն է, ով ուրիշ ֆորմատի մեջ, հա, ուրիշ արժեքներով վրա պիտի մնա։ Հա, էլի։ Ու այսօր մենք տեսնում ենք, որ այս մարդն էլ է բավականին տոկուն կռիվ տալի, հա, ի լրությամբ թեկուս, բայց կռիվ է տալի, հասկացաք, չէ՞։ Ֆանտաստիկ գնահատում եմ Արշակ Սրբազանի դիրքորոշումը, հա, ինքը սուրը ձեռքին մի հատ պատերազմի դաշտի հայր, որ ֆանտաստիկ, ես հպարտանում եմ, որ մենք սենց եկեղեցականներ ունենք, հա, հոգևոր հայրեր ունենք, հա, ես ավելին ասեմ, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի այս ասպատակումները որոշ չափով նույնիսկ բարձրացրեցին եկեղեցու հեղինակությունը համենայն դեպս հավատավոր ժողովրդի մեջ, այն մարդկանց մեջ, ովքեր հասկացան, որ այս եկեղեցին կուրա, բինդա, ինքը մի հատ հենք է, որի վրա հենված է այս ազգը, որտեղ նախկինում ինքը մի փոքր ավելի փափուկ էր, անհրաժեշտություն չէր եղել, հա, այս ամենի, եւ նույնիսկ բողոքներ կային եւ այլն, հա, որոշակի ինչի ավելի ագրեսիվ դիրքորոշում չի ունենում կապված աղանդների եւ մյուս բաների հետ, չէ՞։ Ավելին ասեմ, մեր հայրենակիցներից շատերը ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեն, դատապարտում են այս ամենը եւ իրենց աջակցությունը։ Հա, եւ այսօր շատերը գնում են եկեղեցի պատարակի են գնում, դարձան ավելի հավատավոր եւ այլն։ Այնպես որ ես կարծում եմ, որ այսօր մենք բավականին դարակազմիկ շրջանով ենք անցնում, որտեղ չարը ուղիղ գործում է մեր անձնային արժեքների դեմ։ Ու մենք պետք է ընտրություն կատարենք, մենք կամ մնում ենք Աստծու կողքին, բարու կողքին, ոնց ուզում եք դրա անունը դրեք, կամ թեքվում ենք դեպի չարը, դեպի փողը, դեպի եւ այլ իրավիճակները։ Պարոն Մադասյան, ձեր խոսքում Արշակ Սրբազանին հիշատակեցիք։ Գիտեք, նախորդ շաբաթ նրան վերագրվող ինտիմ բնույթի մի տեսանյութ տարածվեց համացանցում, որն անկախ ամեն ինչից ամենակարևորը ապօրինի կերպով էր տեսանկարահանվել։ Ձեր գնահատմամբ սրանով իշխանությունը ինչ վտանգավոր ուղերձ է փորձում փոխանցել եւ արդյոք փորձում են մարդկանց ենթագիտակցության վրա ազդել, որ եթե սրբազանների մասնակցությամբ նման տեսանյութեր կան, ապա ցանկացածի մասով էլ կարող են լինել եւ երբ որ ինչ որ տեսանյութեր հայտնվեն արդեն հասանելի հանրությանը, դրանք ավելի քիչ ազդեցություն ունենան, քան նախքանդակ ունենային։ Տեսեք, ես կարծում եմ, որ բանսարկությանը հավատալ երբեք չի կարելի եւ բանսարկուն, որ մի անգամ բանսարկությամբ զբաղվել է, իրան այլևս ոչ մի հարցում վստահելու չի։ Դուրս եկավ ինչ որ մի հատ տեսանյութ, որի իսկությունը կասկածելի էր, մեղմ ասած, հա, այսպես ասեմ, որը նկարահանված էր մի միջավայրում, որտեղ նկարահանելու համար դու պետք է լինես այլասերված։ Այսպես ասեմ, հիմա պատկերացրեք ձեր պետքարանում կամերա դնեք ու ասենք, մտնում է, բազմաթիվ մարդիկ օգտվում են, էլի, սա նորմալ երևույթ է, էլի, հա, բայց դա այլասերվածություն կլինի, չէ՞, կարծում եք, չէ՞։ Հիմա
Փաստը հետևյալ ձևի է։ Տեսանյութը, որը դուրս եկավ, սկսեց համապատասխանել սա խոսում է այսօրվա իշխանությունների խոճապի մասին։ Առանց երկար մտածելու սրանք բերեցին համապատասխանություն արեցին Փաշինյանի մի լեգենդի, որի մասին ինքը խոսում էր քերակնոջ մասին, կհիշեք։ Ընդ որում այն ժամանակ, երբ որ ինքը խոսում էր քերակնոջ մասին, քանի որ սա շատ անպային էր, բոլորը դա վերագրում էին Միքայել Սրբազանին։ Այն ժամանակ Արշակ Սրբազանի մասին խոսակցություն չկար։ Նոր լայն հանրությունը իր մեկնաբանություններում բոլորը խոսում էին, որ նախ այս վարչապետը գիտի, որ Միքայել Սրբազանը իր քերակիրը, որից հետո Սրբազանը կանոնավորվեց, վերջում տեսանյութը գցում են կապված Արշակ Սրբազանի հետ։ Ու ԿՊԱ-ականները, քանի որ խնդիր ունեն աչքի ներևալու, մեկը մեկից առաջ ընկնելով սկսում են հասկացա տեսար բաստորեն գիտեր վարչապետը տեսել էր այս տեսանյութը դրա համար այն ժամանակ ասում էր այն ինչ հերատես վարչապետ ունենք հոյակապես ակտը վերջացավ հենց ակտը վերջացավ բնական հարց առաջացավ որ մի րոպե վարչապետ այսինքն դու լոգա սենյակներում խցիկներ ես դնում ու մարդկանց անձնային տարածք ես ներխուժում որը ոչ թե Հայաստանում աշխարհում այլ Պապուա եւ Նոր Գվինեայում բախարակելի երևույթ, հա, եւ սրա համար մարդիկ եղել են դեպքեր, մարդիկ դուրս են եկել պաշտոնից, այլևս քաղաքականությունից եւ այլն։ Վարչապետը հասկացավ, որ մինչև ստեղը խրվել է, հասկացար մի բանի մեջ եւ տարածեց մյուս բանսարկությունը, տիպը այդ ես չեմ արել, այդ կաթողիկոսն է արել, որովհետեւ Արշակ Սրբազանը ուզեցել է արդեն հասկացան, չէ՞ ինչ դարավ, հա, հավաքություն ա եղել եւ պահանջել է նրա հրաժարականը, ինչին ուղղակի այս մարդիկ ազնիվասին չկա նման բան եւ չկա նման հասկացար որևէ մի հասկացանք, չէ՞։ Դες հիմա դարել է մի իրավիճակ, որ իրանք էլ չեն ուզում, որ այս նյութը որոշակի արծացվի, որտեղ ավելի շատ իրանք են խնդրեմ ունենում, որտեղ եթե հիմա Արշակ Սրբազանը դուրս գա, ասի, օքեյ, ես դուրս եմ գալիս, այլևս, հա, հեռանում եմ եկեղեցուց, դառնում եմ աշխարհիկ մարդ, բայց դու ստոր, հասկացար, չէ, դու քրեական պատասխանատվության պիտի ենթարկվես։ Եթե ես միայն եկեղեցուց եմ դուրս գալիս, սիմվոլիկ բան եմ ասում, հասկացաք, չէ՞։ Ապա դու պիտի քրեական պատասխանատվության ենթարկվես եւ բանտարկվես, որտեվ դու արել ես մի բան, որ աշխարհում ընդունված չի կարա ընդունվի, հասկացաք, չէ՞։ Դրա համար հիմա փորձում է այս ամեն ինչը լրացվել։ Ինչ վերաբերում է Արշակ Սրբազանի մոտեցմանը, ապա ֆանտաստիկ տոկուն վերաբերմունք ցույց տվեց Արշակ Սրբազանի, ես հիշում եմ, որ ասեց, թող հրապարակեն իրենց հայկական ժամանակում, ես դեմ չեմ դրան եւ այլն, ինչը մի մարդու արարք էր, ով ազնիվ է ու բնավ դրա հետ կապ չունի։ Իսկ ես ու դու շատ լավ հասկանում ենք, որ այսօր նման տեսանյութեր ֆաբրիկաված անելը, ստեղծելը առանձնահատուկ մեծ բարդություն չի ներկայացնում ու մեծ գումարների հետ չի կապված, դա կարելի է ինչ-որ մի հատ փոքրիկ տանը հասկացել մի 2 կոպեկ փողով դա ստեղծել, ինչի մասին է խոսքը։ Պարոն Մադասյան, օրերս Նիկոլ Փաշինյանը մեր հանրությանն այսպես ասած աչքալուսանք տվեց, տեղեկացնելով, որ հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի 2-ի փոխարեն դառնալով 1.5 տարի, չնայած սկզբնապես նախատեսված էր, որ պետք է սա հունիսից լիներ։ Բնականաբար հասկանալի է, որ այս որոշումը ավելի շատ նախընտրական շարժառիթներ ունի, սակայն ինչ եք կարծում, սա որքանով կազդի մեր հանրության տրամադրությունների վրա եւ ամենակարևորը կնպաստի սա Նիկոլ Փաշինյանի հաղթանակին ընտրություններում։ Տեսեք, մեր այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանը մեր բանակը հասցրել է այնպիսի լացելու, հա, պլաչևնի վիճակի, որ այդ բանակի լինել կամ չլինելը մեր երկրի համար ոչինչ չի փոխում։ Ու մի որոշ դեպքերի արդյունքում մենք կարող ենք վստահորեն սրա մասին խոսել, որ այսօրվա դրությամբ մենք չենք ունենում սահմանին ինտերվենցիաներ, ոչ թե նրա համար, որ մենք հզոր բանակ ունենք, ես մեր տղաների մասին չեմ խոսում, ովքեր առյուծի պես տղաներ են, այլ նրանց տվող հրահանգների մասին եմ խոսում, սկսած նրանից, որ ոչ մեկը զենք օգտագործելու իրավունք չունի եւ նույնիսկ պատասխանատվության է ենթարկվում պոստերում զենքից կրակելու համար, երբ որ նույնիսկ դիմացից կրակում են եւ այլն իրավիճակներ։ Այլ փաստացի Նիկոլ Փաշինյանի Ալիևի կամայականությունները կատարելու շնորհիվ եւ Ալիևը անհրաժեշտություն չի տեսնում մարզոհել ճանապարհին, եթե ինքը ուզելու է, սա էլ տալու է, ինչի համար է պետք որոշակի ագրեսիա աշխարհն էլ ասի, ինչ արեցի վիճակում։ Նիկոլ Փաշինյանը մի մարդ է, ով մեր հանրապետության իր ասած նոր Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական բանակը չի հեռանում,
Բայց ինքը ինչ-որ սահմանազատման եւ խաղաղության մասին է խոսում։ Մի մարդում ջերմուկում մենք ունենք հասկացար ադրբեջանական զորքեր իր գծած Հայաստանի սահմանից ներս։ Այսպես ասենք։ Դες մի մարդ ով որ ավանտյուրնի ինչ որ հիմար բաներ անում, օքեյ է սա, ընդունվում է։ Հիմա այս տարի ու կեսը կլինի, վա կարար ասել կես տարի են ծառայելու։ Դուք կարաք հասկանաք Նիկոլ Փաշինյանի համար եկող ընտրությունները կենաց եւ մահու նշանակություն ունեն։ Կամ հունիս ամսին Նիկոլ Փաշինյանը ընտրվում է եւ Հայաստանը ռետինով ջնջում ենք գլոբուսի վրայից, կամ Հայաստան Նիկոլ Փաշինյանը չի ընտրվում ասելով մեծամասնություն չի հավաքում եւ բոլոր Հովանավանքի սեկտայի ներկայացուցիչները ձերբակալվում են, որտեղ բոլորի վրա քրեական հոդվածներ կա։ Բոլորի վրա։ Մեծ մասի վրա հայրենիքի դավաճանություն կա, 20 տարի եւ ավել, ես կարծում եմ, ինչքան ես գիտեմ։ Okay. Հասկացանք, չէ՞, ինչի մասն է խոսքը։ Դες Նիկոլ Փաշինյանը հիմա պատրաստ է ամեն ինչ անելու, միայն այդ քվեները ապահովի։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահ գիտի, որ ինքը չի կարող այդ քվեները ապահովել։ Ես պատասխանատու հայտարարում եմ, ձև չունի ձև, որ Նիկոլ Փաշինյանից 7 հատ էլ դառնա այսօր, 7 հատ Նիկոլ Փաշինյանը լինի, մեկը թրաշված, մեկը անթրաշ, մյուսը քաչալ, մյուսը մազերով, չնարավոր չի հունիսին, ինքը այլևս մնա իշխանության։ Ինչի եք այդքան վստահ։ Որովհետև ռեյտինգը Նիկոլ Փաշինյանը այսօր պլինտուսի մակարդակ է, որովհետև այս երկրում միայն ապուշներ չեն ապրում, ոնց պատկերացնում է Նիկոլ Փաշինյանը, ավելին ասեմ, մինչև իր ընտրվել է այս երկիրը կրթությունը գերադասել է, մեր բոլոր երեխաներին մենք համասան ենք տվել, փորձել ենք կրթություն տալ, փորձել ենք գրագիտության տալ, մենք համարել ենք կրթությունը շեմ։ Եվ այդ մարդիկ հասարակ տրամաբանել կարողանում են։ Հասարակ կարողանում են հասկանալ, որ ինչ թիվ ուզում ես նկարի, ես սկսել եմ վատ ապրել։ Այսօրվա դրությամբ բանի բառնատար մեքենայի վարորդը շատ լավ հասկանում է, որ նախկինում ինքը Լարսը անց է գնաց է եկել, եմը չի կարող գնա։ Դու իրան ասում ես, գիտես ինչ որ ծորեն, ինչ որ տեղից կգա Հայաստան ու ինքը Ադրբեջանով քշելու պատրաստ չի այսօր։ Որտեղ ոչ մեկը իր անվտանգությունը չի ապահովել, դու ես միայն այստեղ բոլորի անվտանգությունը ապահովում, բայց Ադրբեջանը մեր անվտանգությունը չի ապահովելու։ Ու Վալոդը, ես իմ որ գյուղից, որ ասեն, այ եսա թազա ճամփա բացվեք, շինքասլը չեն գեն։ Հələ գնաց եկեք մի տարի անցնի տնամ, ոչ մի դեպք չեղավ, անվտանգ է։ Նոր հետո ես քշեմ։ Մոռացանք հայրենիքի մասին, ճիշտը փող ենք աշխատում, հասկացաք, չէ՞ սա։ Չեֆ ենք անում, լավ ենք անում։ Հասկացա։ Բոլորը ովքեր գնում են Կապան, շատ լավ հասկանում են, որ այն ճանապարհը, որով գնում էին Կապան, որը հիմա մերը չի, շատ ավելի լավն էր, քան այն ճանապարհը, որով հիմա են գնում Կապան։ Միանշանակ դա երկրորդ կարծիք չկա, հասկացաք, չէ՞։ Դες ոչ մի լավ բան տեղի չի ունեցել։ Բացի պատից, Հայաստանը փոքրացել է, ապրելը դժվարացել է, Երևանում ծառերը կտրվում են, ես չգիտեմ ինչ որ բուտկեք հանվում են, բայց այդ բուտկեքը որ հանվում են, այդ բուտկատերերը ընտրել են Նիկոլ Փաշինյանին, այդ ֆուրի շոֆերները ընտրել են Նիկոլ Փաշինյանին 18-19 թվականին, հասկացաք, չէ՞։ 21-ին էլ, այո։ Այս հիմա այդ զանգվածը ապօրինի դատավարությունն էր։ Միքայել Սրբազանը, որը երբեք քաղաքականությունով չի զբաղվել, ինչ որ լսարան ունի, ու այդ լսարանը իրան շատ սիրում է, ես էլ։ Ու դա նույնիսկ է, ինձ շատ ցուցանշային էր Հովանավանքի բակում, երբ որ աներձակ ոնց է դրանն է Հրաչյա Հակոբյանի մոտեցավ քաղաքացի, ով ասեց, այո, լավ եք անում, բայց այդ մարդուն խեք ձերբակալ է։ Բան արե, եկեղեցուց պիտի դուրս գա։ Խեք ձերբակալ է։ Որին Հրաչյա Հակոբյանը սա ոչ մի անդիմադիր Հայաստան ունեցող չէ, սա Հովանավակ անարգության ակտի եկած մի մարդ էր, հասարակ քաղաքացի, դա քաղաքացու ձայնն էր, ինքը ասում են չեք ձերբակալ է Սրբազանին։ Հասկացար, խնդիր ունենք, ինչ որ կանոնակարգի եկեղեցու, չգիտեմ, ամուսնացել է, չի ամուսնացել, երեխա ունի, չունի, եկեղեցուց դուրս գա, ինչի՞ կա սա սանց։ Ու ոչ մեկ չի կարողանում հասկանալ ինչի է Միքայել Սրբազանը ձերբակալված, որտեղ այս մարդը նահատակ է այսօր։
Ընդ որում մի հայտարարության համար, որի համար մի տարի առաջ դատախազությունը հանցակազմ չէր տեսել։ Չկա, ոչ մեկ չի կարող ասի, ոչ մի իրավաբան չի կարող տրամաբանության սահմաններում բացատրի ինչի է ինքը ձերբակալված չէ, ինչի է ընդհանրապես քրեական ինչ որ խնդիր իր դեմ հարուցված, հասկացաք, չէ՞։ Այսինքն նույն ձևի կարանք ես ու դու ձերբակալվենք, ինչի համար ուղղակի որ գլխարկ չենք դրե հիմա։ Հասկացաք, չէ՞, նույն բանն է, ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ Հիմա նույնը գնում է Արագածոտնի թեմի, հա, հայրերի հետ կապված եւ այլն։ Այս ամբողջ խնդիրը չի կարող հունիս ամսին Նիկոլ Փաշինյանը վերարտադրվել։ Ավելին ասեմ, Նիկոլ Փաշինյանը չունի կադրեր։ Եվ այն որ ստիպում է, որ իր կադրերը ստեն պերիոդիկ, այն որ գնում են Գալյան, հա, Սրբուհի Գալյանին, այո, ասում են, ես չեմ տեսել, որ մեկի բերանը փակ ընդեղից հանեն, հասկացաք, չէ՞։ Մյուս օրը ստիպում է ու Սրբուհի Գալյանը գալիս է այդ օրգիային ու դեմքի արտահայտությունից դու հասկանում ես, որ ասել են, եթե չգաս, չգիտեմ, հասկացաք, դες ինքը չի եկել իր կամքով։ Հա ինքը փորձում է ինչ-որ մի ձևի լրագրողներից խույս տալ կամ պատասխաններով խույս տալ, հա, ասենք կարողանում է լեզուն ճկուն է, բայց չի ստացվում, չէ՞, վերջ։ Այս ամբողջ խնդիրը։ Դες մենք տեսնում ենք, որ Փուչիկը Նիկոլ Փաշինյանի ստեղծած վաղուց պայթել է։ Հունիս ամսին այս ազգը չի ընտրելու, ավելին ասեմ, ազգի համբերության բաժակը լցվել է։ Այո, այս մարդիկ բարձր չեն բողոքելու, բայց գալու է մի բա, որ ինքը գնալու է, մտնելու է քվեախցիկ, սուս, ոչ մեկին չասելով, ու ջնջելու է սրա, հասկացար ոնց են անում դա, հասկացար, ու դուրս է գալու, ու հավատացեք, ես հավատում եմ, որ մենք այդ քվեաթերթիկների վրա բազմաթիվ հայոյանքներ ենք կարդալու, որտեղ մարդիկ իրանց հույզերը, կամ հայոյանքներ, կամ ինչ-որ ացականներ, այդտեղ են փորձելու ռեալիզացնել։ Ոչ թե որովհետև կա ինչ-որ մեկը ես ու դու ենք լավը, չէ, որովհետև սա վատն է, ոչ թե լավին ձգտելու մղումով, այլ վատից խուսափելու մղումով ալնելու ընտրություն։ Մարդիկ հոգնել են այս ամենից արդեն ի վերջո։ 26 թվի ընտրությունները լինելու է չարիքից, վատից խուսափելու մղումով, ոչ թե լավին ձգտել։ Դեմոկրատիկ ուրիշ երկրներում լավին ձգտելու մղումով է լինում, ոչ թե վատից խուսափելու, հա։ Մեր մոտ հիմա լինելու է վատից խուսափելու մղումով, то есть չարիքից խուսափելու մղումով։ Ընտրենք, որպեսզի եկեղեցին շեմ մնա ու կանգուն մնա։ Ընտրենք, որ մենք շարունակենք հայերեն խոսեն։ Ընտրենք, որ ադրբեջաներենը չդառնա լեզու, որտեղ արդեն որոշ դպրոցներում ադրբեջաներեն պիտի դասավանդվի։ Հասկացաք։ Ընտրենք, որպեսզի վերջը ջերմուկը ազատագրվի ու մենք կարողանանք ոչ թե վախենալով, այլ գնանք այնտեղ որպես մեր երկիր։ Ընտրենք հույսով, որ մի օր Արցախ կունենանք, որտեղ այս իրականության մեջ մենք երբեք Արցախ չենք կարող ունենալ։ Այս ամբողջ խնդիրը։ Ընտրենք, որ մեր եղբայրները 120,000 ովքեր այսօր սփռվել են ամբողջ աշխարհով, բայց Արցախի կարոտը հոգում են սփռվել։ Այնպես չի, որ ունեին իրանք այն ժամանակի կարային գնային, չեն գնացել, որտեղ տուն ունեին ու սիրում էին այդ տունը։ Մինչև վերջին մնացել են բոլոր դժվարությունները կրելով։ Այո, ոչ թե Արցախն էլ կդառնա երգիր։ Հասկացաք։ Էս է իմ ասած։ Պարոն Մադասյան, դուք նշում եք, որ Փաշինյանը 26 թվականին վերընտրվելու գրեթե շանս չունի, սակայն ընդդիմադիր մյուս թևի ներկայացուցիչները նշում են, որ պետք չէ թողնել, որ խնդիրը հասնի 26 թվականին, քանի որ այդ դեպքում կրկնվելու է 21 թվականի սցենարը։ Որքանով ճիշտ է սպասել 26 թվականին եւ ինչ որքանով վստահ լինենք, որ չենք կրկնի 21 թվականի սցենարը։ Թույլ տվեք ընդդիմադիր նոմինալիզացիան ես իմ ձևով մեկնաբանեմ եւ համարեմ ընդդիմադիր այն շերտերին, ում համարում եմ, որ իրոք արժեքներ ունեն եւ պայքարում են հայրենիքի համար, այլ ոչ ջուր են լցնում ջրաղացին, որպեսզի խափանեն այսօրվա իշխանությունների ընդդիմությունները։ Մենք ընթացիկ տեսանք տարբեր ընդդիմադիր իմպուլսիվ ձևավորումների, ես հիմա անուններ չեմ տալու ոչ մեկի, որոնք մեկ էլ այնքան ակտիվ Նիկոլա մեծ դարան, արագ, որ նույնիսկ զարմացանք, որ այն մարդը, որ տարբեր սենց պավիլյոններում նմանատիպ, հա, բնավ ձեզ չեմ ուզում կմանանել, հայոյում էր Փաշինյանին, այսօր հայոյում է բոլորին բացի Փաշինյանից, այսօր բերում է հասկացար Փաշինյանի ջրաղացը ջուր է լցվում, ու տարբեր էլի ինչ-որ վիդեոներ է նկարում եւ այլն, հազանտիվ այդպիսի մարդիկ կան, որ այսօր չեմ ուզում դրա մասին խոսել։ Տրամաբանությունը ոչ մեկ cancel չի արել։
impeachment-ի հայտարարումից առ այսօր ոչ մի գործընթաց տեղի չի ունեցել։ Հայաստան դաշինքն էլ միացել է։ Ի սկզբանե խոսվում էր, որ Հայաստան դաշինքը չի միանում դրա համար։ Հայաստան դաշինքը միացավ։ Հիմա որոշ լրատվականներում, այսպես ասեմ, մի հատ էլ մունատ են գալի, ասում են, այսինքն դուք ոչ իման չեք անելու, իհարկե չենք անելու, մի րոպե, ես չեմ ուզում օրինակ ոչ իման անեմ, որտեվ ես գլխից չեմ հավատացել այդ գործընթացին, տրամաբանության առանց ագրեսիայի, ուղղակի տրամաբանության սահմաններում ես չեմ հավատացել, որ գնանք այդ աղջկան ուզելու, այդ աղջկան մեզ տալու են։ Հիմա ասես չի արի գնանք, գալիս եմ։ Հիմա ասես բա չես ուզելու, արա չեմ ուզելու, ընկեր։ Չեմ հավատում, արա դրան։ Հասկացա՞ր, ուզեք։ Կտան, ներողություն կխնդրեմ, կասեմ, ես ներող, սխալ էի հաշվի, ընկեր ջան։ Մնացած հարցերով եկեք ես ձեզ վստահեմ, դուք այդքան խելոք եք։ Հասկացաք, չէ՞, ասածիս իմաստը։ Բայց այսօր ասում եմ, դե հիմա էլ գնացեք դուք ուզեք այդ աղջկան։ Մենք էլ չենք գալի։ Հասկացար, չէ՞։ Բերում ներկայացվում է այն օրը ներկայացվել է փաստ։ Այ մենք այսպիսի դինամիկա ունենք, սկզբից ունենք, այսքան ստորագրություն հիմա դարել է այսքան։ Ոչ մի զարմանալի բան չկա։ Նախ Հայաստան դաշինքը առաջի օրվանից ասել է մեր ստորագրությունները ձերն են։ Մենք չենք տալի ձեր թղթի վրա, դրած է մեր սեյֆում։ Երբ որ դուք կապահովեք որոշակի քայլերի ընթացքում, մենք կհասկանանք որոնց, ստորագրությունների տակը դրած է։ Երբեք չի ասել չեմ տալու։ Ձեր կռիվը հետևյալն է, ձեր սեյֆում մի պայեք, մեր սեյֆում պայեք, էս է ձեր կռիվը։ Տվեցինք ձեր սեյֆում եք պայե հիմա։ Ընթացքը ոչ մի ընթացք չկա։ Ինչ է կանում, ինչ որ բաներ արվում, արեք, խնդիր չեմ տեսնում։ Ես ընթացք չեմ տեսնում։ Ու ես դրան չեմ վստահում։ Ինչ կլի 21 թվին ոչ մեկը թող իրան Նոստրադամուսի տեղը չդնի։ Ես գիտեմ որոշ այս ընթացքում ձևավորված քաղաքական գործիչների, որոնց լուրջ արժեքներ ունեցող ինքս չեմ համարում, միգուցե ես սխալվում եմ, հասկացա, ովքեր նաև իրանցից լուրջ PR մասնագետներ են, հա, պատկերացնում եւ ինչ որ տրիվիալ ախմախ շոուներ են կազմակերպում, որը նույնիսկ ինձ համար սեզոն նայում եմ ծիծաղելի է, էլի ասում եմ դու չէր կարելի, այս շոուն չի էլի որ կազմակերպվում է։ Չի աշխատել շոուներով։ Շոուների կազմակերպման մասով Փաշինյանը սաղիթ կրել է։ Ու շարունակում է կրել, Հովանավանքում է շոու կազմակերպում, կառավարության ամեն նիստը շոու է, ոչ մի գործ չի արվում այս երկրում, շոու է կազմակերպվում։ Տեսարաններ, այո։ Տեսարաններ է կազմակերպում, ամբողջ գիշեր մտածվում է առավոտյան դեղին վարդը դրվում է լացկանի մեջ, շոու է կազմակերպում, օրակարգը թելադրվում է, ով եք դուք որ իրա նման կարենակ շոուն կազմակերպեք։ Ինքը առաջի դեմքը ամենաշատ դիտվողն է աշխարհում արդեն մեմադար է այս մարդը։ Աշխարհում ուրեմն տարբեր հոգեբանական կայքերում ոչ հայկական Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունեցող, հասկացար, Նիկոլ Փաշինյանի հոգեբանական վիճակն է քննարկվում, Զենֆիրա լսելու հետ կապված, ես չգիտեմ, հասկացար, ինչի հետ կապված տարբեր, եւ այլ, ասա որտեղ նոնսենս է, ինքը թույն շոուներ է կազմակերպում, աշխարհն է այլևս հետաքրքրվում դրան, Պերույում են հետաքրքրվում այդ շոուով, վատնա, լավնա շոու է։ Ձեր կազմակերպած շոուներ չեն, էլի դրանք ուղղակի փողոցային ակրոբատներ են, որոնք այս պահին 100 դրամի են արժանի։ Այնպես որ եկեք այս մասով ես կարծիք չարտահայտեմ, ես կարծում եմ, որ երկրորդ նախագահը մի դիպուկ բան էր ասում էր, եթե կա մարդ, ով որ երազում է մի 2 ամիս լինի ապագա նախագահի թեկնածու, ապա հաստատ դա ես չեմ, հիշում եք, չէ՞ ինչ որ նման իսկ էր արտահայտել, 40 ժամով վարչապետի թեկնածու գործընթացի շրջանակներում։ Հիմա հասկացանք։ Հիմա մենք մի 2 ամիս եղանք վարչապետ թեկնածու, հիմա էլ 6 տարի նստած ենք, հասկացար, ինչ ընթացք է շարունակում, սրանք չեմ պատկերացնում։ Աստված տա իրանք ճիշտ լինեն եւ Աստված տա իմպիչմենտը տեղի ունենա։ Հասկանալի է։ Եվ պարոն Մադացյան, Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը, ով Չինաստանում կրթություն է ստանում, օրերս էլ որոշել էր Կոնֆուցիոսից մի մեջբերում անել եւ նշել բանակի հրամանատար չընտրել այն մարդուն, ով առյուծների դեմ է կռիվ տալիս եւ գետերն է լողում, կտրում անցնում առանց վախենալու, որ կմահանա։ Ինչ իմաստ ունի այս այլաբանությունը, ինչ ուղերձան ամես փոխանցում սրանով։ Մի քիչ երկար էր այնտեղ տեքստը, եթե չեմ հիշում, եթե չեմ սխալվում, եւ այլաբանությունը իրան էր վերաբերվում, հիմնականում ինձ բնոտ տպավորություն ստեղծվեց, որ միտքը հետեւյալներ են, որ ես հերո եմ գտնում, դա էլ չի նշանակում, չեմ հսկում իրավիճակը եւ պատերազմի ժամին չեմ լինելու ու չեմ փորձելու, հասկացար, իրավիճակը շտկել։ Միգուցե այս մասն էլ
պետք է հաշվի առնել, բայց եկեք նորից հասկանանք, կա մի տրիվիալ կանոն աշխարհում։ Իշխանության կորցրած ռեյտինգը անվերականգնելի է։ Եվ դա վերականգնելու համար պետք են դարակազմիկ իրադարձություններ։ Ալիևը իր ռեյտինգը վերականգնեց Արցախի պատերազմով։ Հետ բերեց, բնականաբար վերականգնվեց, արագ ընտրություններ կազմակերպեց եւ այլ, որպեսզի վերընտրվի, որտեղ ռեյտինգը ընկած էր իր։ Հիմա այլևս էլի նույն վիճակի մեջ է Ալիևի ռեյտինգը, որտեղ էլի բարեփոխումներ չեղավ եւ այլ իր երկրում։ Ալիևը իր շոուն կազմակերպում է մեր հերոսներին դատելով իր մոտ, հասկացար որոշակի հաց եւ տեսարաններ է տալի իր ժողովրդին, որ տեսեք, բան այ հայրենասիրություն եւ այլ։ Նիկոլ Փաշինյանը չունի այդ շանսը ռեյտինգը վերականգնելու։ Ինքը ռեյտինգը կորցրել է բոլոր ոլորտներում, եւ տնտեսական ոլորտում, եւ հակակոռուպցիոն ոլորտում, որտեվ փաստացի բոլոր այն կոռումպացված անձիկ ում անունները հնչում է ժողովրդի բերանին, ոչ մեկը դրանցից ոչ մի պատիժ չի կրել։ Իմաստուն իրենց թիմում է։ Հասկացանք, չէ՞։ Ինչ որ դատեր են գնացել, պես լրիվ ուրիշ մարդկանց մասին է խոսքը։ Փաստացի բոլորը տեսնում են, որ ումից ինչ բռնագրավել է, մի հոգու մոտ է հայտնվել, իրանց սրտի մի հատ բիզնեսմեն կա, որը էս մի ամիտ տղայա, չգիտես որտեղից է փող ձեռք բերել, բայց ամեն ինչ ունի։ Վարկավեկալ են հյուրանոցի համար, մենք չենք կարա այդ ինքը մենակ կարա։ Հասկացանք։ Այդ հյուրանոց հասկացանք, չէ՞։ Միշերում Հովիկ Աբրահամյանի տունն է գնել։ Գնել, հասկացա։ Վարկով, դες խնդիր չկա։ Ես խնդրում եմ կազմակերպեք մեկ էլ նման վարկվեկալ ենք, լիքը գործ կան։ Հա, իհարկե։ Հասկացանք, չէ՞, ինչի մասն է խոսքը։ Էս տենում է ժողովուրդը։ Այս ժողովուրդը տենում է, որ միևնույնն է ոչ մի բան չի լուծվել, ասֆալտ են ասում, բայց այդ ասֆալտով իր ստամոքսը չի կշտանում։ Այս ժողովուրդը տեսնում է, որ հələ մի բան էլ վատացավ իր վիճակը։ Հարկային բեռը ավելացավ։ Հարկային բեռն ավելացավ, ինչ որ ասում են դու պետք է ինչ որ բաներ լրացնես, ինչ որ հասկացա, ամեն ինչ փոխվեց։ Երկու անգամ հարկերը անցած տարի հունվարին, այս տարի հունվարին ավելացրեցին ու չպատասխան չտվեցին ինչի համար։ Ինչ հիմքով են դա անում։ Ու 2 տարի հարկերը ավելացնելու հետ ոճը կամ շարժը երկրում չփոխվեց։ Այնպես չի որ ինչ որ վիճակ լավացա, որ ես ասեմ, այ սրա համար էին անում, այ մեզնից բիզնեսմեններից այդ վեկալան փոքր միջին բիզնեսից, այսինքն, բայց երկու անգամ հարկային բեռը ավելացնելով փոքր ու միջին բիզնեսները փակվեցին։ Լիքը բիզնեսներ փակվեցին, որտեվ գիտեք ինչ կա, բիզնեսմենը աշխատում էր, անհատ ձեռներից է։ Մի հատ աշխատավարձ էր ստանում, ինքը իր աշխատավարձը ստեղծում էր։ Եթե դու դա էլ հարկ ես համարում, էլ իմաստը ո՞րն է իր աշխատել։ Մի հոգու էլ աշխատանք է տալիս։ Ինքը փակեց իր, մի հոգի էլ իր աշխատանքը, երկու հոգու էլ ինքը աշխատել։ Ինքը փակեց իր բիզնեսը, գնաց ինչ որ մեկի մոտ աշխատելու մեծ բիզնեսներին, առավելություն տվեցինք, փոքրերին նվաստացրեցին։ Դες ամեն բան չհաշված պարտքերը, որ էս երկրի վրա կուտակվել է, վերջը այդ թվերը, որ հնչում են, լսում ենք, չէ, այդ ամեն ինչը։ Չհաշված էս ամենը, որը արվում է, չհաշված այն, որ սրանք հասկացած սկսել են թանկ կոստյումներ հագնել, մեկի ձեռը թանկանա, մյուսին թանկ կոշիկա եւ այլ երևում է այդ նույն մարդիկ, որոնք խոսում էին նրա մասին եւ այլ եւ այլ։ Այո, Աննա Հակոբյանը իր կյանքում վերջապես տեսավ Էրմեսի սումկա ու ձեռքը բռնեց ու հասկացավ այդ ինչ բան է։ Հասկացաք, չէ՞, ինչի մասն է խոսքը։ Բայց ժողովուրդը տեսավ, չէ՞, դա ու ինքը չի կարող Էրմեսի սումկա առնի։ Նույն ձևի ոնց որ չէր կարող ուրեմն վախտ։ Հիմա ասում են գերեն վախտը չէի կարող Էրմեսի սումկա առնեի։ Դուք ասեք հիմա բոլորով ենք ունենալու, եկանք դուք ունեցաք, մենք չունեցանք։ Կամ բերեք մարդը մի հատ Էրմեսի սումկա էլ մեզ բաժանեք, բիրկին բռնենք, հասկացա՞ր, չէ՞ ամեն մեկս։ Այո։ Կամ դու ես արա։ Խիպդի բռնես որ։ Հասկացա՞ր, չէ՞։ Ժողովրդի գնահատականը տալու է սա։ Այո, չի կարա փոխվի։ Անդիմությունը կամայական պահի կարա ռեյտինգ բարձրացնի։ Երկու ակցիայով բարձրացող է։ Սա էլ է միջազգային կանոն։ Ճիշտ ակցիա, 5 հատ ճիշտ սպիկեր, հասկացա, ճիշտ ձևի ձևավորում դիրքորոշում, ագրեսիվ ի նկատի ունեմ քաղաքական ագրեսիայի դրսևորում։ Ու ռեյտինգը բարձրանալու է։ Տեքստերի փոխում եւ այլ, ռեյտինգը բարձրանալու է։ То есть այս իրավիճակում, երբ որ ընդդիմությունը դեռ ոչինչ չի անում, իր հնականon հունով է շարժվում, չի մտել ինքը հələ դեռ այդ լուրջ պայքարի փուլ։ Ինչը մենք ակնհայտ իմիջիալոց տեսնում ենք Էջմիածնի ընտրություններում։ Էջմիածնի ընտրություններում ակնհայտորեն քաղաքական պայմանագիրը պարտվում է ու պարտվելու է։ Ու դուք կտեսնեք ինչ աղջախիչ պարտություն է ինքը կրելու։ Չնայած որ մաքսիմալ ռեսուրս է հատկացված ընդ է, որտեղ Էջմիածինը համարվում է շատ կարևոր եւ Էջմիածնում քաղաքացիական պայմանագրի հաղթելու դեպքում եկեղեցու նկատմամբ ասպատակությունների շարունակելը դառնում է ավելի հարմար ու հեշտ։
քան եթե անդիմության ներկայացուցիչ այնտեղ հաղթի, հա, այսպես ասեմ։ Ազդակ կլինի նաև սա։ Բայց այսօր որքան ես հետևում եմ այդ ընտրություններին, ես տեսնում եմ, որ Սևակը բավականին առաջատար է անդե դիրքերում, էլի կան ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք էլի լավ դիրքեր ունեն, հասկացա։ Իսկ օրինակ Արամ Զավենի Սարգսյանի ներկայացուցիչը միայն Զավեշտի առարկա է դառնում։ Ինչ որ բուսայքի ասլա մի օրում փափարող շների հարցը կլուծեմ, կենթանասերները հասել են վրան ասել են Գերջան ես դու ով ես արա մի օրում լուծ, հասկացա։ Ու նենց համոզված ես դա 7 անգամ ռոլիկը նայեցի, ես տենց համոզված քթալը բերանս չեմ տանում։ Հասկացա։ Հայտարարում է Գյումրի 2 չի լինելու։ Հա, Գյումրի 2 չի լինելու, մենք սենց ենք անելու, նենց ենք անելու։ Դե սա գալիս է գիտության մասին է խոսում ուղակի մարդը։ Պարոն Մադացյան, շնորհակալ եմ հետաքրքիր։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք հոկեբան Հայաստան Դաշինքի անդամ Միհրդադ Մադացյանի հետ։ Կհանդիպենք։